Բարեկալու Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Բարև ձեզ, Տիկին Մանասյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Մանասյան, պայմանականորեն հարցազրույցը կբաժանենք երկու մասից, այս հետ մի մասում առաջին մասում խոսենք Ադրբեջանում գտնվող հայ պատանների, գերիների խնդրի մասին, դրա վերաբերյալ կա ձեզ հասցեագրված, եղել է ձեզ հասցեագրված հայտարարություն, նաև Ռուբեն Վարդանյանի կողմից Ադրբեջանում ապօրինականավորված եւ հիմա անազատության մեջ գտնվող եւ երկրորդ մասում արդեն ներքաղաքական անցուդարձին կանդրադառնանք կոշտ հայտարարություններին եւ մարդու իրավունքների հորդորներին եւ հայտարարություններին դրա վերաբերյալ։ Եվ այսպես գերիների հարցը եղավ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է կամ խոսել է ձեզ այդ հարցի վերաբերյալ, որպեսզի կազմակերպվի նախ ձեր այցը Ադրբեջան եւ այցելությունը հայ ռազմագերիներին այնտեղ գերիներին եւ երկրորդը նաեւ հարազատների այցելությունը կազմակերպվի։ Դուք հայտարարեցիք, որ մեծ էր ծավալուն էր ձեր հայտարարությունը, բայց այն հայտարարության մեջ մեծ հաշվով խոսում էր նրա մասին, որ հարցը արտաքին քաղաքականության տիրույթում է եւ այնքան էլ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող դրանով զբաղվել կամ պատեհ չէ, որ դրանով այդ այցելություններ եւ այլ դրանով դուք զբաղվեք։ Ասացեք, խնդրեմ, նախ եւս մեկ անգամ, եղել է ձեզ դիմում թե ոչ ձեր ադրբեջանցի պաշտոնակցի կողմից, եթե այդպեսին կարելի է անվանել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, եւ երկրորդը, եթե եղել է, ապա ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Ի սկզբանե նշեմ, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ նման պաշտոնական առաջարկ ես ինքս չեմ ստացել եւ նաեւ չեմ ստացել որևէ պաշտոնական հաստատում, որ նման առաջարկի պայմաններում հնարավորություն կա պետության կողմից ունենալու աջակցությունը եւ այս տեսանկյունից ես հստակ եմ նաեւ հրապարակային հայտարարության տեքստում խոսել հարցի առնչությամբ, ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ապա պետք է հատուկ արձանագրեմ, որ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքների հետ կապված հարցերով ես ինքս իմ նախաձեռնությամբ զբաղվել եմ ամբողջ ընթացքում եւ բոլորովին վերջերս այսպես վիճակագրական ընդհանուր տվյալներ էր իմ աշխատակազմը ամփոփել, որտեղ երևում էր, որ մոտավորապես 250 բարձրաստիճան միջազգային հանդիպումների շրջանակներում միայն ես ինքս բարձրացրել եմ այս հարցը եւ բարձրաձայնել եմ խնդրի մասին, բայց պիտի հատուկ արձանագրեմ, որ այս հարցը բնական է, չէ, որ միայն իրավական ենթատեքստ չունի, այն շատ լուրջ քաղաքական ենթատեքստ ունի, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բոլորս ենք հասկանում, որ Ադրբեջանի նման պետության բանտային համակարգում, որը ոչ միայն շատ փակ բանտային համակարգ է, նաև ընդունենք, որ մարդու իրավունքների դիտանկյունից շատ խնդրահարույց համակարգ է, եւ սա չեմ ասում կամ հայտարարում ես, սա արձանագրված է բազմաթիվ միջազգային զեկույցներում, պարզապես անհնար է, հա, սեփական նախաձեռնությամբ իրականացնել շատ լուրջ բնույթ ունեցող, նաև տարբեր պետությունների քաղաքականությունների վրա ազդեցություն ունեցող հայտարարություններ, հետևաբար այս հարցին անհրաժեշտ է անդրադառնալ ոչ թե զուտ էմոցիոնալ մակարդակով, մարդկանց հերոս, հակահերոս դարձնելով կամ թիրախավորելով այդ թվում Ադրբեջանում ազատությունից զրկված հայերին, այլ շատ պրագմատիկ է պետք հարցին մոտենալ, հասկանալ իրադարձությունների շղթան եւ հասկանալ այն, թե ինչպես է պետք ամենին արձագանքել։ Այո, ես պիտի արձանագրեմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, ի տարբերություն տարածաշրջանում արկա որոշ հաստատությունների, անկախ հաստատություն է եւ կառավարության մաս միանշանակ չի կազմում, այն մասով, ինչ մասով մենք ունենք գործառույթ, այդ թվում խաղաղության եւ հետ կոնֆլիկտային գործընթացներում, մենք այդ գործառույթը լիարժեք իրականացնում ենք եւ իրականացնում ենք հատուկ շեշտադրեմ նաեւ շատ փոփոխված մեթոդաբանությամբ, ընդ որում մեթոդաբանությունը փոխել ենք միջազգային գործընկերների ռեկոմենդացիաների արդյունքում, բայց այն հարցերին, որոնք վերաբերում են պետության արտաքին քաղաքականությանը, մենք չենք կարող պետության կամ կառավարությանը համահավասար ձևաչափով մասնակցել, որովհետև մենք անկախ հաստատություն ենք եւ բացառապես գործում ենք մեր մանդատի շրջանակներում։ Շատ լավ, հասկանալի, ձեր ասած տրամաբանությունը մոտավորապես հետեւյալն է, ես ճիշտ եմ հասկանում, որ եթե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, որը անկախ հաստատություն չի, հայտարարություն է անում եւ դա տեղավորվում է մեծ հաշվով իրենց արտաքին գործերի քաղաքականության, արտաքին գործերի նախարարության կամ արտաքին քաղաքականության համատեքստում, ապա ճիշտ չի լինի, որ այստեղ այդ հարցով միայն զբաղվի մարդու իրավունքների պաշտպանը, դա պետք է լինի արտաքին քաղաքականության տիրույթում, այսինքն իր վրա վերցնել այդ ֆունկցիան ճիշտ չի տվյալ բaragայում։ Եթե դա անում են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները, ապա դա պետք է անեն այն սկզբունքների հիման վրա,
որոնք այսօր մեր հաստատություններին պարտադրում է միջազգային համապատասխան ստանդարտը, իսկ վերջինս պարտադրում է, որ նախ դա պիտի տեղի ունենա էթիկական սկզբունքների պահպանմամբ եւ ինձ համար դա առաջնահերթ դերակատարություն ունի, այսինքն եթե կա որևէ հարց, որը որևէ մի հաստատություն ցանկություն ունի քննարկելու ինձ հետ, դա կարիք չկա անելու որևէ երրորդ դերակատարների միջոցով, դա հանգիստ կարելի է անել ուղիղ ինձ հետ կապ հաստատելու միջոցով, երկրորդը դա պետք է տեղի ունենա ապա քաղաքականության, չեզոքության սկզբունքներով, որովհետև նույն մեր հաստատության հետ կապված բազմիցս միջազգային գործընկերները հարց են բարձրացրել, որ նույն կոնֆլիկտի, հետ կոնֆլիկտային ժամանակահատվածում մենք պարտավոր ենք չեզոքություն պահպանել այն տեսանկյունից, որ մենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություն ենք, ոչ թե երկրի քաղաքական կուրսը որոշող հաստատություն ենք։ Եվ այս տեսանկյունից պետք է ներգրավված լինենք գործընթացներին եւ կարող ենք նաեւ ունենալ առանցքային դերակատարություն, բայց դա բացառապես կարող է տեղի ունենալ այդ սկզբունքների պահպանությամբ։ Տեսեք, ձեզ այդ առումով քննադատում են նախկին մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը հիմա զբաղվում է քաղաքականությամբ եւ վարչապետի տեխնացու է այս ընտրություններում եւ ասում է ինչ է նշանակում արտաքին քաղաքականության մասը եւ ՄԻՊ-ը այդ գործընթացներում չպետք է ներգրավի, որովհետեւ ինքը ժամանակին երբ մարդու իրավունքների պաշտպաններ զբաղվել է նմանատիպ խնդիրներով հայաստանցիների ուրեմն խնդիրների կամ իրավունքների պաշտպանության հարցերով եւ ասում է որ գոյություն ունի մարդու իրավունքների դիվանագիտություն, դուք կարող եք զբաղվել այդ հարցով, բարձրաձայնել այդ հարցը, եթե անգամ այս պահին արտաքին գործերի նախարարությունը փորձում է լռել կամ տակտիկական որոշակի խնդիրներով պայմանավորված չի ուզում շատ ավելի բարձրաձայնել եւ հարցը հասունացնեք միջազգային ատյաններում թմբկահարեք այս թեման, հետո փոխանցեք արտաքին գործերի նախարարության ձեր կարծիքը։ Նախ նշեմ, որ ես մշտապես թե հրապարակային, թե նաեւ մեր հաստատությունում ոչ հրապարակային եղանակով շատ մեծ սոլիդարություն եմ պահում գործընկերների նկատմամբ եւ երբևէ ինձ թույլ չեմ տալիս այդ թվում ոչ սոլիդար հայտարարություններ տարբեր հանգամանքների հետ կապված եւ սա պահպանելու եմ նաեւ այս հարցազրույցի համատեքստում, բայց մի քանի հանգամանքի, քանի որ հայտարարությունը հնչել է, չեմ կարող չանդրադառնալ ամեն դեպքում։ Նախ կարևոր կհամարեմ, որպեսզի մեր այս ոլորտում գործունեության հետ կապված մեզ չտան այնպիսի խորհուրդներ իրականացնելու մի այնպիսի գործունեություն այն մեթոդներով, որը հաստատության համար որոշակի հարցերի կամ խնդիրների է հանգեցրել, որովհետև օրինակ, չգիտեմ, գործընկերները գիտեն թե ոչ, բայց օրինակ այդպիսի գործունեության արդյունքում մեր հաստատության կարգավիճակի իջեցման հարց է բարձրացվել ժամանակին եւ ընդ որում այդ ամբողջ պրոցեսների հանրային գործունեության արդյունքում այո խնդիրը այն չէ, որ մենք չպետք է զբաղվենք այդ թվում գերիների իրավունքների հետ կապված հարցերով։ Մենք ոչ միայն զբաղվում ենք դրանով, այլ ես դրանով շատ ակտիվ եմ զբաղվում եւ նաեւ իմ գործընկերները, բայց դա ունի մեթոդ աշխատանքի։ Եվ այդ մեթոդի հետ կապված ես հիմա սա կարող եմ հրապարակային ասել, այդ թվում ինձ հետ միջազգային գործընկերների կողմից վարվել է բազմաթիվ հաղորդակցություն հստակեցնելու մեթոդները, որով մենք կարող ենք աշխատել եւ մենք արդեն մի քանի տարի է անընդհատ շատ լուրջ միջազգային քննարկումներ ենք ունենում այդ թվում այս հարցերի մեթոդների հետ կապված։ Որոնք խնդրեմ ասեք, հետո կանրադրանք մեթոդներին։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որպեսզի նախ հաստատությունը տպավորություն չստեղծի, որ ինքը կառավարական քաղաքականության կամ կոնֆլիկտի մասի պրոպագանդայի մի մաս է, երկրորդը հանկարծ այնպիսի տպավորություն չձևավորվի, որ այդ թվում հաստատությունը ինքը դառնում է այլ ազգային կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց հետ կապված օրինակ, խտրական անհանդուրժող մոտեցումներ տարածելու տպավորություն թողնող հաստատություն։ Եվ մի շարք այլ հանգամանքներ։ Հաստատությունը պետքա լիակատար չեզոքություն ունենա, չեզոքությունի նկատի ունեմ այդ թվում կոնֆլիկտի կողմերից, պետք է լիակատար ապա քաղաքականացվածություն ունենա, պետք է անկողմնակալ լինի եւ մի շարք այլ հանգամանքներ։ Հիմա այս դիտանկյունից մի շարք հարցեր, այո, մեզ համար բարձրացվել են։ Այդ թվում նորից եմ կրկնում, հաստատության անկախության ու վստահելիության կարգավիճակի հետ կապված նաև հարց է բարձրացվել, այնպիսի գործունեության հետ կապված, որը կոնֆլիկտի ժամանակահատվածում է իրականացվել եւ հետ կոնֆլիկտային ժամանակահատվածում, եւ գործընկերները պարզապես ռեկոմենդացիաներ են ուղղել, թե ինչպես կարելի է փոխել այդ գործունեությունը, որպեսզի այն մեր հաստատությունների
գործունեության մեթոդաբանությանը համարժեք լինի, որովհետև մեր հաստատությունները չեն կարող դուրս մնալ կոնֆլիկտի կամ խաղաղության գործընթացների կամ հետ կոնֆլիկտային ցանկացած գործընթացում իրավունքների հարցերը հասցեավորելու տարբեր process-ներից, բայց նրանք այդ ամենը պետք է իրականացնեն այն տրամաբանությամբ, որպեսզի տպավորություն չձևավորվի, որ դու գործում ես որպես քո պետության ռոպագանդայի մի մաս եւ քաղաքականության եւ նաեւ կոնֆլիկտի կողմի մի մաս, հա, դու պետք է կարողանաս հավասարապես օրինակ պաշտպանել process-ների շրջանակներում եւ հայերի Եվ օրինակ նույն եթե անհրաժեշտություն լինի ադրբեջանցիների, թուրքերի, մի շարք այլ էթնիկ ազգային պատկանելություն ունեցող անձանց իրավունքները, օրինակ նույնս հարցերի հետ կապված Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինը, երբ Հայաստանին իր դիտարկումներն էր ուղղում, օրինակ, նույն ազգային էթնիկ պատկանելության հիմքով Հայաստանում տարածված ատելության խոսքի հետ կապված, հատուկ արձանագրել էր, որ թեև թե պետությունը, թե մարդու իրավունքների պաշտպանը անընդհատ անդրադառնում են օրինակ, Ադրբեջանում արկա հակահայ այդ խոսքի, ատելության խոսքի տեսակներին, բայց կարելի ասել չեն անդրադառնում մեր երկրում այլ էթնիկ կամ ազգային պատկանելություն ունեցող անձանց նկատմամբ տարածվող ատելության խոսքին։ Օրինակ, այս առումով հիմա որևէ մեկը մեր հաստատությանը չի կարող որևէ հարց ուղղել, որովհետև ես ոչ միայն հրապարակային նույնիսկ հայտարարություններ ունեմ այն մասին, որ ազգային էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսք այո Հայաստանում տարածված է, այլ նաև ինքս թիրախավորվել եմ հենց այդ հրապարակային խոսքի համար, բայց նաև ինչի համար եմ ուրախ, որ օրինակ մենք ունենք որոշակի քաղաքական ուժեր, որ եթե նախկինում հենց այդպիսի խոսքի տեսակներ ունեին որպես իրենց պաշտոնական քաղաքական լոզունգ, հիմա նրանք դա չունեն եւ ես կարծում եմ, որ սա նաեւ մեր հրապարակային գործունեության արդյունքն է։ Տիկին Մանասյան, հարցը հետեւյալն է, մարդիկ ինձ թվում է այդ թվում քաղաքական գործիչներ, այդ թվում հասարակ մարդիկ, մենք լրագրողներս ցանկանում ենք տեսնել շատ օրինակ, եթե հրապարակայնություն հաղորդվի այդ գործունեությանը, հա, բարբերաբար դուք տարբեր ատյաններից խոսեք գերիների իրավունքների մասին, խոսեք նրա մասին, որ Ադրբեջանում պահվում են դեռևս պահվում են 19 գերիներ, չգիտեմ, անազատության մեջ գտնվող մարդիկ, ինչպես կձևակերպեք իրավական տեսանկյունից եւ նրանք պետք է վերադարձվեն երկիր։ Սրա ինչը կարող է վնասել մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը կամ ուրեմն գրասենյակին։ Ինձ թվում է հրապարակայնության խնդրով են շատերը վրդովված, որ շատ հաճախ դուք ասում եք այ մենք զբաղվում ենք այս հարցերով, բայց չեն տեսնում դրա հետևից եկող այդ հրապարակայնությունը, չեն տեսնում այդ գործողությունների մասին կոմունիկացիա կամ շատ քիչ են տեսնում։ Բայց ես տարօրինակ եմ հիմա համարում ձեր այս հարցադրումը, որովհետև առնվազն Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի հետ կապված գրեթե մենք չունենք որևէ բարձրաստիճան հանդիպումից հրապարակում, որտեղ դրա մասին չխոսենք։ Ավելին ասեմ, եթե չեմ սխալվում, հենց Civilnet-ի լրագրողներից մեկը, կարծես պարոն Թոսունյանը, մեզ, եթե չեմ սխալվում, կամ նախորդ տարի կամ դրանից առաջ հարցադրում էր ուղղել եւ խնդրել էր նաեւ մի քանի կոնկրետ հանդիպումներ, հա, թե որտեղ ենք այդ հարցը բարձրաձայնել։ Իհարկե, այնքան մեծ էր ցանկը, անհնար էր մի պատասխանի մեջ ամենը լրացնել, բայց բավականին մեծ ծավալի ինֆորմացիա մենք լրացրել ենք, ընդ որում խոսքը բավականին լուրջ ու բարձրաստիճան հանդիպումների մասին էր, օրինակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար եւ այլն, եւ եթե համենայն դեպս հիշողությունս ինձ չի դավաճանում, օրինակ այդ հարցման պատասխանը ամբողջությամբ չէր հրապարակվել։ Այսինքն, օրինակ, հա, նույն հանդիպումների ամբողջ այդ շարքը, իհարկե դա ամբողջական չէր, որովհետեւ իրոք անհնար էր ամբողջականը ներկայացնել, բայց առնվազն այդպես բավականին լուրջ բարձրաստիճան հանդիպումներ թվարկված էին ու եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, նույնիսկ դա չէր հրապարակվել։ Հիմա հարց. Եթե մենք հրապարակային անընդհատ խոսում ենք դրա մասին, չկա մի հարցազրույց, որտեղ ես այս խնդրի մասին չխոսեմ հրապարակային։ Չկա մի կոմունիկացիա, որտեղ ես այս հարցի մասին չխոսեմ հրապարակային։ Չկա մի միջազգային հանդիպում, որտեղ ես այս հարցի մասին չխոսեմ եւ եթե այդ հանդիպման էթիկան նաեւ թույլ է տալիս, այսինքն զգում ենք, որ կողմը խնդիր չի ունենա էթիկական տեսանկյունից, հա, մեր տեսանկյունից որևէ այդ հարցը բարձրաձայնելու արդյունքում մենք բարձր չենք մանրամասնում, մանրամասն կոնկրետ որ մասը քննարկված, բայց հատուկ
անդրադառնում ենք այն հարցադրմանը, որ օրինակ քննարկվել է նաև այս հարցը, եւ հիմա առնվազն ինձ մոտ ոչ միայն ձեր հարցն է հարց առաջացնում, այլ նաև այլ բան է հարց առաջացնում։ Իսկ միգուցե լուսաբանումների հետ կապված ինչ որ այլ տրամաբանություն կա, իսկ միգուցե պետք է այդ թվում այդ լուսաբանումները ճիշտ տրամաբանությամբ իրականացվեն, իսկ կարող է օրինակ այսօր աշխարհում շատ տարածված մի երևույթ կա, հատկապես մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ կապված, ընդ որում Հայաստանի հետ կապված էլ է սա, եթե չեմ սխալվում, նույնիսկ արձանագրվում վերջերս, որ լուսաբանումները այն տրամաբանությամբ չեն իրականացվում, որ տրամաբանությամբ պիտի լինեն մի փաստաթղթությունների համար եւ մի շարք այլ հարցեր, բայց նորից եմ կրկնում, համենայն դեպս այս հարցը գոնե, եթե օրինակ հիմա ինձ ասեիք գտնվելու վայրն անհայտ ծառայողների կամ քաղաքացիական անձանց հետ կապված հարցերը, ես կասեի, որ միգուցե օրինակ դեպքեր են եղել, մենք գործունեություն ենք իրականացրել, բայց դա չենք լուսաբանել տարբեր պատճառներով։ Բայց Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի հետ կապված հարցը դա անընդհատ է մեր կողմից շրջանառվում, ավելին ասեմ, նաև մեր տարեկան հաղորդման հատվածում շատ մեծ մի բաժին կա դրան առնչվող։ Ես բան չասացի, իսկապես գուցե բարձրացնում ենք այդ հարցերը եւ այլ, բայց հանրային տիրույթում դրանք շատ քիչ են երևում, ես որպես գոնե լրագրող, որ պարբերաբար հետևում եմ նաև այս թեմային, քիչ եմ տեսնում։ Գուցե դա է պատճառը, գուցե նաև այն է պատճառը, որ հաճախ այն մամուլի հաղորդագրությունները, որոնք գրվում են, եւ դա վերաբերում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանին, դա վերաբերում է շատ գերատեսչություններին, որոնք իրավական խնդիրներով են զբաղվում, օրենքի հետ կապված, բավական բարդ են, երբեմն մարդիկ կարդում են ու շատ լավ չեն հասկանում դրանք եւ այլ, բայց այնուամենայնիվ, տեսեք, եւս մեկ հարց կա սրա վերաբերյալ, օրինակ հասկանալի է, որ Ադրբեջանի բանտային համակարգը փակ է։ Հասկանալի է, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից շահարկվում է տարբեր պատճառներով եւ ամեն անգամ իսկապես այդ պատճառը պետք է հասկանալ, հետո նոր գնալ գործողությունների դրա հետ կապված։ Բայց այնուամենայնիվ կա սա հումանիտար խնդիր է եւ այս հումանիտար խնդրի վերաբերյալ օրինակ հումանիտար մասով մենք ունենք մի նոր բացված այսպես ուղղություն, դա քաղաքասարության ներկայացուցիչների այցելություններն են, Ադրբեջանից գալիս են Հայաստան, Հայաստանից գնում են Ադրբեջան։ Օրինակ եթե փորձեք օրինակ դուք, չգիտեմ, ձեր մոտ եղել է նման գաղափար, չի եղել, քննարկվել է, չի քննարկվել, այդ կարգի ինչ որ մի կոմունիկացիայի ուղղություն բացել Ադրբեջանի հետ եւ թեկուզ ոչ շատ այդքան, չգիտեմ, հրապարակային սկզբի համար, ինչ որ ձևով խոսել իրենց հետ, քննարկել այս հումանիտար հարցերը եւ փորձել լուծումներ գտնել գոնե հումանիտար հարցերի հետ կապված։ Կա նման հնարավորություն, տեսնում եք նման հնարավորություն։ Նախ սկսեմ հաղորդագրությունների հետ կապված գաղափարից, միանշանակ ես համամիտ եմ, որ այն մարմինները, որոնք իրավական գործունեություն են իրականացնում, այո, շատ դեպքերում շատ ավելի բարդ ընկալելի հաղորդագրություններ են ունենում եւ այս մասով կարծում եմ, թե մենք թե տարբեր երկրներում աշխատող մի փաստաթղթությունները աշխատում են այդ թվում իրենց հաղորդագրությունների լեզվի վրա եւ այս առումով ես կարծում եմ միանշանակ է, որ ինչպես այլ հաստատություններ մենք էլ ունենք զարգացման կարիք, բայց միանշանակ է նաեւ այն, որ եթե խոսքը Ադրբեջանում ազատությունից զրկված անձանց մասին է, ապա այստեղ բարդության կամ հեշտության խնդիր չկա հասկանալու, որ օրինակ հաղորդագրության տեքստում գրված է առնվազն կամ դրա մասին, կամ օրինակ ես ինչ-որ ռեպորտաժ եմ պատրաստում եւ այդ ռեպորտաժի մեջ կարեւոր հարցերի մեջ հատուկ արձանագրվում է այդ հարցը, իսկ եթե անդրադառնանք ձեր հաջորդ հարցադրմանը, որը վերաբերում է մարդասիրական հարցերով տարբեր հաղորդակցության ուղղություններին, ապա ես պիտի ձեզ ասեմ, որ բոլոր հնարավոր ուղղություններն էլ միանշանակ քննարկման առարկա դառնում են եւ ես ինքս գրեթե բոլոր միջազգային դերակատարների հետ, այդ թվում տարբեր եղանակներով շփումներ հարցերի հետ կապված ունենում եմ, թե տարատեսակ խնդիրներ արձանագրելու եւ դա նրանց ներկայացնելու տեսքով, թե նաեւ հնարավոր ուղիներ մտածելու տեսքով ու սրանք այն հարցերն են կարծում եմ, որ հենց լինում է հրապարակման ենթակա տեղեկատվություն նոր բնականաբար թե կարծում եմ պետական մարմինները, այլ թե մենք փորձում ենք հարցերի վերաբերյալ խոսել, բայց նկատի ունեցեք, որ օրինակ նույն հենց այս խնդրի հետ կապված տարբեր միջազգային կառույցների տարատեսակ հայտարարություններ եւ այլն, դրանք միանշանակ է, չէ, որ աշխատանքի արդյունք են այն, այսինքն այնպես չի լինում, որ տարբեր մարմիններ ուղղակի նստում են եւ որոշում են, որ այսօր նման մի հայտարարություն են տարածում։ Դե մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ այսինքն այս հարցը այնպեսի հարց է, որ երկու կողմին համաձայնությունն է պետք է, այսինքն մի կողմի հայտարարություններով կամ գործողություններով դժվար թե հետո հատկապես եթե դա
ժամանակից շուտ հրապարակայնացվի, ինչ որ արդյունքի բերի։ Լավ, երկրորդ մասը, ինչպես ասել էի, խոսելու են քաղաքական անցուդարձի մասին Հայաստանում եւ քաղաքական գործընթացները ինձ թվում է կհամաձայնեք մերթ ընտրական քարոզչությունը այսպես որոշակի սահմաններ է հատում եւ անցնում եւ մենք տեսնում ենք ատելության խոսք, մենք տեսնում ենք շատ կոշտ հայտարարություններ մեկը մյուսի հանդեպ քաղաքական դերակատարների եւ հաճախ եւ ընդդիմության կողմից կան նման հայտարարություններ, կոշտ հայտարարություններ եւ կան իշխանության կողմից կոշտ հայտարարություններ։ Քանի որ հիմա մի բան ավելի շատ զբաղված է մարդու իրավունքների պաշտպանությունը, պաշտպանությամբ, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը սովորաբար տեղի ունենում պետության հետ հարաբերություններում, հա։ Ձեր ռելիզները, ձեր հայտարարությունները ես երբ որ կարդում եմ, շատ հաճախ տեսնում եմ հասցեականության խնդիր այն իմաստով, որ չի նշվում կոնկրետ քաղաքական ուժ։ Նշվում է, որ բոլոր քաղաքական դերակատարներին կոչ են կանում զերծ մնալ նաև ուրեմն անհանդուրժողականության, բռնություն քարոզելուց, հասարակության բևեռացնող խոսույթից եւ այլ եւ այլ։ Ձեզ սրա համար են քննադատում շատ հաճախ, որ այ ինչու իշխանությանը չեք թիրախավորում ձեր հայտարարություններում։ Ինչ կպատասխանեք այդ քննադատություններին։ Կարծում եմ իշխանությունը բավականին քննադատվել եւ թիրախավորվել է ոչ միայն իմ հայտարարություններով, այլ նաեւ մեր տարեկան հաղորդումներով, ընթացիկ հաղորդագրություններով եւ այդ թվում տարբեր հայտարարություններով, որովհետեւ իշխանություն ասվածը ենթադրում եմ պետական մարմիններին նկատի ունեք։ Կառավարող ուժի մասին է խոսքը տվյալ դեպքում որպես ներողություն մարդու իրավունքների պաշտպանը չի կարող քաղաքական ուժերի հետ փոխհարաբերություններում լինել քննադատող կամ ոչ քննադատող, կարող է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հետ փոխհարաբերություններում այդպիսին լինել։ Հետևաբար այս տեսանկյունից կարծում եմ բավականին շատ են քննադատվել, ավելին ասեմ, շատ մեկ-մեկ տարօրինակ մեկնաբանություններ ենք նաև մենք ինքներս տեսնում այն առնչությամբ, որ դե դուք միայն օրինակ կներեք արտահայտության համար, սա իմ արտահայտությունը չի, մեկնաբանություններ են, դե դուք միայն զբաղվում եք թալանչիների իրավունքներով, որովհետև խոսում ենք օրինակ այն մասին, որ Հայաստանում կալանքը շատ է կիրառվում եւ հանկարծ խոսում ես այդ խնդրի մասին, մեկ էլ բոլորը որոշում են, որ քաղաքական միջավայրում այդպես է։ Հիմա միանշանակ, եթե անդրադառնամ մեր այսօրվա հանրային միջավայրին, չասեմ քաղաքական միջավայրին, որովհետև ցավոք ամբողջ հանրային միջավայրը այսօր ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, որովհետև եթե անկեղծ լինեմ, ես հիմա չեմ կարող առանձնացնել մի այսպես մեծ երևացող քաղաքական դերակատար, որը իր խոսքի շրջանակներում չի օգտագործում խտրական, պիտակավորող խոսքի որևէ տեսակ, հիմա չեմ կարող նույնիսկ առանձնացնել։ Դուք մոնիտորինգ անում եք։ Այո, եւ հիմա օրինակ եթե ձեզ օրինակներ բերեմ, կնկատեք, որ ինքը խտրական խոսքը, պիտակավորող ատելության խոսքը ինքը շատ է տարբերվում խոսքի ազատության սահմանները խախտող այլ տեսակներից, այսինքն օրինակ նույն ագրեսիվ խոսքը, վիրավորանքը եւ այլն, ես ինքս եւս քննադատում եմ, բայց ես հիմա չեմ կարող ասել, որ դրանք եւս ատելության խոսքի տեսակներ են, որովհետեւ միշտ չէ, որ այդ խոսքի տեսակները հատում են, հա, այն հանրային վտանգավորության սահմանը, որ անձի ինքնությամբ պայմանավորված հատկանիշների հիմքով, հա, խումբ կամ մարդու թիրախավորեն, իսկ ատելության խոսքի համար սա է պարտադիր ունենալը որպես հատկանիշ, բայց եթե հիմա անդրադառնանք ընդհանուր առմամբ տարածվող խոսքի տեսակներին, հիմա տեսեք, ուղղակի քանի որ նախընտրական քարոզչության ժամանակահատված է, ես էլ որպես հաստատություն պարտավոր եմ եւ նաեւ պաշտոնատար անձ, որը պետք է չեզոք ապաքաղաքական լինի, այս քարոզչության ընթացքում չստեղծել տպավորություն, որ մենք աշխատում ենք մի ուժի օգտին կամ դեմ, բայց եթե ես հիմա խոսքի տեսակներն էլ նույնիսկ ասեմ, թող մարդիկ գուշակեն, հա, թե հատկապես որ քաղաքական ուժերն են, հա, այդ խոսքի տեսակները օգտագործում։ Օրինակ, հոգեկան առողջության հանգամանքի պայմանավորմամբ պիտակավորող խոսքը շատ է տարածված։ Շատ է տարածված Արցախահայերի նկատմամբ ոչ զգայուն խոսքը, ընդ որում խոսքի մեծ մասի պայմաններում, այսպես ասեմ, շատ դեպքերում հենց Արցախահայությունը չի թիրախավորվում, բայց երբ որ հաղորդակցությունը վարվում է ոչ զգայուն, կարող է տպավորություն ձևավորվել առնվազն, որ սա նաև կարող է լինել այդ թվում այդ խմբի նկատմամբ ոչ զգայուն խոսքի տեսակ, որը եւս կարող է խնդրահարույց լինել, կամ օրինակ սեքսիստական խոսքի տեսակները, ասենք, օրինակ, հա, տղամարդ ես, մի հատ քեզ տղամարդու նման պահի, սա սեքսիստական խոսքի տեսակ է օրինակ, կամ օրինակ շատ հնուց եկած։
Հա, բայց կներեք, մենք հնուց եկած է նաև Դավաճան Թուրք, որը եւս ատելության խոսքի տեսակ է։ Մենք մեր երեխաներին ենք փոքրուց այդ։ Այո, բայց մենք եթե ուզում ենք հիմա, բայց կներեք, եթե մենք հիմա խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մենք չենք կարող ասել, որ ճիշտ է, ստանդարտներով սա էլ է խնդիր, բայց քանի որ ինձ համար դա խնդիր չէ, լավ է, կարևորը այն մյուսները այլ խոսքի տեսակներ օգտագործեն։ Մի քանի օրինակներ կբերեմ, թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, բայց այնուամենայնիվ ձեզ հետ քննարկենք, էլի բոլոր կողմերից կբերեմ այդ օրինակները։ Ձեր ասած նույն, չգիտեմ, կան հայտարարությունները, դեղերը տվեք այդ մարդուն։ Կան հայտարարություն համբալ, ինչ ես ուզում մեզանից։ Կա հայտարարություն Սերժին կզսնելու եմ, Ռոբին կզսնելու եմ, չգիտեմ, մյուսին կզսնելու եմ, հա։ Սրանք ինչ խոսքի տեսակներ են, սրանք հատում են այդ, չգիտեմ, հանդուրժողականության սահմաններ, մարդու իրավունքների խախտումներ են, սրանք ինչ են։ Հիմա ձեր օգտագործած այս վերջին արտահայտությունները, դրանք ավելի շատ վարքագծի կանոնների համատեքստում կարող են քննարկվել, որովհետև նորից հիշեցնեմ, ատելության խոսքի տեսանկյունից կամ խտրական խոսքի տեսանկյունից պետք է որպեսզի խումբը կամ անձը թիրախավորվի որևէ իր ինքնությունը պայմանավորող հատկանիշի հիման վրա, հա, կլինի դա սեր, կլինի ազգային պատկանելություն կամ համանման հաշմանդամություն ունենալու հանգամանք եւ այլն, համանման այլ հանգամանքներ։ Հիմա այս խոսքի տեսակները առաջին հերթին մարդու էթիկայի, հա, վարքագծի տեսանկյունից են խնդրահարույց եւ իհարկե դրանց մեծ մասը թե քաղաքական էթիկայի, թե նաեւ դրանց մի մասը իր մեջ կարող է օրինակ վիրավորանքի տարեր պարունակել եւ այլն։ Ու այստեղ է հարցը, որ շատ դեպքերում խառնում են, հա, տարբեր հաստատությունների լիազորությունները։ Մեր հաստատությունը չունի լիազորություններ մարդկանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու։ Օրինակ, այս մասով կա բոլորովին այլ հաստատություն, բայց հանրային դաշտում գրեթե մի հաստատություն, որ եթե պաշտոնատար անձանց է վերաբերում խոսքը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բայց հանրային դաշտում եթե նույնիսկ այս հաստատության գործառույթների հետ կապված հարց քննարկվում է ամենանվազագույն եղանակով, մինչդեռ մեր հաստատությունը, որը չունի ըստ էության այս հարցերի հետ կապված լիազորություն, անընդհատ քննարկման առարկա է դառնում եւ սա իհարկե տարբեր հարցեր է առաջացնում, գիտեք ինչ տեսանկյունից, ամենակարևոր տեսանկյունից։ Եթե դիտարկենք միջազգային փաստաթղթերը, կտեսնենք, որ այնտեղ հատուկ շեշտադրվում է, որ նկատի ունենալով մարդու իրավունքների ազգային հաստատությունների առանձնահատուկ բնույթը, քանի որ բոլոր կողմերից իրենք շատ դեպքերում հենց թիրախ են, հա։ Դե որտեղ ակնկալիքները շատ է, որ պետք է ինչ-որ կոշտ հայտարարություններ անեն, քննադատեն։ Միանշանակ իրենք այսպես պտտվում են դեմ։ Դրա համար հատուկ միջազգային ստանդարտներ կան, որ բոլոր դերակատարները ոչ թե պարտավոր են չիրականացնել այնպիսի գործողություններ, որը կարող է հանրային վստահությունը նվազեցնի այս մարմինների նկատմամբ։ Այլ իրենք հակառակը պարտավոր են մասնակցել հանրային վստահության բարձրացման այս հաստատությունների նկատմամբ։ Հիմա եթե դուք նայեք հայաստանյան իրավիճակը, դուք կտեսնեք լրիվ հակառակ դիտավորյալ, ընդ որում դիտավորությամբ կատարվող գործողություններ, որոնք ընդ որում հետևելին ասեմ, իրենք կարող են նույնիսկ քրեական ունեցությամբ նախատեսված արարքների հանգեցնեն, հատկապես եթե ինչ-որ պատճառը հետևանքային կապեր, հա, Երևան, օրինակ, եկած հետևանքի եւ տեղի ունեցած գործողությունների միջև։ Դուք կարծում եք դա մի ուղղակի միտումնավոր արվում է, որ թե ուղղակի երբ ձեր կողմից ռեակցիան է թույլ կամ ձեր կողմից ռեակցիան է ուշանում, դրա համար են ձեզ թիրախավորում։ Կներեք, էլի, երբ որ ընտրության ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի օրինակ հիմնական մարտավարությունը տեխնացուների միջև, այսպես ասած, հա, մրցակցության դառնում է օրինակ մի տեխնացուի արտաքին հատկանիշների մասին ամբողջ օրը հրապարակային ելույթներ ունենալը, սա բնականաբար դուք եք չէ հասկանում, որ չի կարող լինել ոչ դիտավորությամբ կատարված, այսպես հանկարծակի արարք եւ ավելին ասեմ, սրա հետ կապված նաեւ կան միջազգային փորձագետների շատ հետաքրքիր վերլուծություններ, ես իհարկե դրանք հրապարակման ենթակա չեն, բայց եւ նաեւ հրապարակման ենթակա չեն, բայց պիտի հատուկ նշեմ, որ շատ հետաքրքիր օրինաչափություններ են նաեւ բացահայտվում համապատասխան փորձագետների կողմից։ Կիմանասյան, տեսեք, դուք շատ կարևորում եք ընդհանրապես մի փաստաթղթությունը կարևորում է հանդուրժողականության հաստատումը, համերաշխության հաստատումը հանրային միջավայրում, բայց երբ որ տեսնում ենք այս քաղաքական մեր միջավայրը բավական լարված եւ վեվերացված, հա, ձեր կարծիքով եւ դուք էլ ասացիք, որ մոնիտորինգ եք իրականացնում նաեւ լրատվամիջոցների եւ այդ հայտարարությունների, ձեր կարծիքով ամենամեծ պատասխանատուն համերաշխության համար ով է, իշխանությունն է, ընդդիմությունն է, չգիտեմ, որ կառույցներն են եւ ամենաշատը ով է խաթարում այդ համերաշխությունը։
ես ընդհանրապես համարում եմ, որ առաջնահերթ պատասխանատվություն իր վրա պետք է ստանձնի պետությունը, որովհետև դա այլ տրամաբանությամբ չի կարող լինել, ընդ որում պետական իշխանություն ասելով չենք հասկանում, հա, միայն քաղաքական մեծամասնությանը, նաև այն քաղաքական փոքրամասնությանը, որը պետական իշխանություն ունի։ Նույն մենք այսօր պարլամենտում ունենք պետական իշխանություն իրականացնող քաղաքական փոքրամասնություն, ըստ էության, որը եւս պատասխանատվություն է։ Բայց ամենամեծ պատասխանատվությունը մեծամասնությունն է, ես ճիշտ եմ։ Պետությունն է ամենամեծ պատասխանատվությունը կրում։ Պետության մեջ կա ինչպես դուք ասացիք, մեծամասնություն եւ փոքրամասնություն քաղաքական։ Այո, բայց նորից եմ կրկնում, պետությունը դա մի ամբողջություն է եւ եթե պետական իշխանության մասին խոսենք, իհարկե թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական փոքրամասնությունը իրենք կրում են պատասխանատվություն, որովհետեւ օրինակ քաղաքական փոքրամասնության իրականացրած ճիշտ գործունեությունը կարող է հանգեցնել օրինակ լավ օրենսդրական դաշտի առկայության, ճիշտ խորհրդարանական վերահսկողության եւ մի շարք այլ հանգամանքների։ Իհարկե այստեղ շատ է նաեւ քաղաքական մեծամասնության, հա, դերակատարությունը։ Բայց եթե հիմա մենք փորձենք մի քիչ ավելի լայն քննարկել, հա, այսօրվա այն հիմնական դաշտը, որ ունենք, այսօրվա ամբողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերներից մեկը դարձել է այն, հատկապես այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, որ հայտնվել են այլ դերակատարներ, որոնք շատ դեպքերում նույնիսկ հանրային ընկալումների վրա, ընդհանուր հանրային տպավորությունների վրա, հանրային դաշտը կառավարելու տեսանկյունից շատ ավելի մեծ երբեմն ազդեցություն են իրենց ձեռքում կուտակել, եւ սա ամենավտանգավոր բաներից մեկն է, որի այո, միանշանակ հիմա նույնիսկ մասնագիտական դաշտում, հա, շատ դեպքերում քննարկում են այն հարցերը, թե մեր մասնագիտության առումով իրավաբանների, թե շատ եմ մասնակցել քննարկումների, նույն հոգեբաններն էին բավականին երկար հարցեր քննարկում, օրինակ մարդիկ կարող են տեղեկատվական դաշտը այսպես գրավելով այնպիսի տեղեկատվություն տարածել, որը նույնիսկ մասնագիտական տեսանկյունից ընդհանրապես աբսուրդային է, բայց շատ ավելի մեծ ազդեցություն է հանրային ընկալումների վրա ունենում, քան այլ իրավիճակներ։ Թվայնացման հետևանքներից է։ Այո, բայց ես կարծում եմ, որ այստեղ էլ պետությունը պետք է այդ ճիշտ դերակատարությունը ստանձնի եւ հակազդեցության մեխանիզմները այսպես թե այնպես պետությունները պետք է մշակեն։ Վերջին հարցը վերջին հարցը նախավերջին հարցման վերաբերյալ է, որ իրականացնել է ուրեմն Միջազգային Հանրապետական ինստիտուտը, վերջին հարցման մեջ ձեր կառույցը ներգրաված չէր ինստիտուտների մեջ, բայց նախավերջինում կար եւ հույսով եմ ծանոթ եք արդյունքների մոտավորապես համընդհանուր ուրեմն 44%-ը վստահում է մի կառույցին, 41%-ը եթե ճիշտ եմ ես հաշվարկել, չի վստահում եւ մոտավորապես 15%-ը դժվարացել է պատասխանել։ Երբ այս թվերը համեմատում ենք 2021 թվականի օրինակ թվերի հետ, երբ պարոն Թաթոյանն էր ՄԻՊ, դա կարելի ասել այդ ժամանակ այսպես պիկներ վստահության մոտավորապես 60 կամ ավել տոկոս ընդհանուր վստահում էին, հա։ Ինչ կարող եք ասել այս թվերի հետ կապված։ Իսկ համեմատել եք 2023 թվականի թվերի հետ։ Բարձրացել է 23 թվականի հետ համեմատած բարձրացել է։ 23-ի համեմատած իջել է։ Եթե չեմ սխալվում։ Թե իջել է։ 23 թվականին, երբ որ ես ընտրվել եմ մարդու իրավունքների պաշտպան, շուրջ 10 քանի տոկոսով բարձրացել է վստահության մակարդակը եւ դարձել էր շուրջ, երբ որ արդեն 24 թվականին էին հարցում անում, դարձել էր շուրջ 50 քանի տոկոս էր, 56, եթե չեմ սխալվում։ Վստահությունը։ Այո։ Հետո հանկարծակի դրանից հետո սա արդեն այն վերլուծություններն եմ քննարկում, ես ինքս դա չէի կարող նկատել եւ շատ հետաքրքիր վերլուծություններ կան այս առումով, թե դրանից հետո ինչ գործողություններ հաջորդեցին տարբեր քաղաքական ուժերի այդ թվում։ Ներողություն, մեծ ճշտ եմ, 24 թվականին 23-ի համեմատ բարձրացել է, ճիշտ եմ հասկանում ձեր ասածը։ 24 թվականին, երբ որ հետազոտություն են իրականացրել 23-ի, եթե չեմ սխալվում, մայիսից սկսած, մայիսից մինչև դեկտեմբեր, կտրուկ աճ էր գրանցել, որովհետեւ դարձել էր մոտավորապես 50 քանի տոկոս։ Շատ լավ։ Եվ հետո հանկարծակի դրանից հետո տարատեսակ գործողություններ են սկսվում եւ այո, այսօր ունենք այն արդյունքները, ինչ որ այստեղ ունենք։ Չի թվում, որ վատ արդյունք է, բայց այնուամենայնիվ միանշանակ ես չեմ ասում վատ արդյունք է, բայց ինչպես նշեցի, շատ պատճառահետևանքային տարբեր երևույթներ կան եւ մի փաստաթղթերի տեսանկյունից իհարկե շատ կարեւոր է պատշաճանային վստահությունը, բայց ամեն գործողություն չէ մի փաստաթղթության կողմից կատարված, որ եթե հանրությունը
հաստատությունը ճիշտ է համարում, հա, եւ ծափահարում է այդ գործողությանը, նշանակում է դա է ճիշտ, որովհետեւ նորից եմ կրկնում, օրինակ, հաստատության կարգավիճակի հետ կապված տարբեր հարցեր բարձրացվել են եւ դրանք բարձրացվել են մի ժամանակահատվածի գործունեության հետ կապված, որի առումով կարող եք օրինակ բավականին բարձր տոկոս հիմա ներկայացնել։ Հետեւաբար այս հարցին իրականում շատ տարբեր ասպեկտներից եւ դաշտերից է պետք նայել։ Ես նորից եմ կրկնում, ես մտահոգում են այս տվյալները, երբ որ դու նայում եք, դիտում եք, բարձրանում է, իջնում է, չգիտեմ, վարկանիշը։ Ինձ ոչ թե մտահոգում են, ես լուրջ քննարկումներ եմ ունենում նույն իմ հատկապես հանրային կապերի պատասխանատուների հետ, որովհետեւ տեսեք, մեր հաստատության գործունեությունը, եթե դուք նայեք հիմա եւ նայեք տարիներ անց, զուտ MIP հաստատությունների գործունեության տեսանկյունից ահռելի փոփոխություն է կրել։ Օրինակ, հա, ոլորտներ կան, որտեղ մենք իրականում շատ վատ էինք նախկինում դիրքավորված, օրինակ նույն իրավահավասարության ու հակախտրականության ոլորտը։ Եվ հիմա մենք որպես հաստատություն դիրքավորված ենք լավագույն հաստատությունների թվում, հա, այսինքն սա կոնցեպտուալ փոփոխություն է եւ սա փաստեր է։ Կարևոր է եվրոինտեգրացիայի տեսանկյունից, եթե չեմ սխալվում ընդհանուր առմամբ։ Դրա տեսանկյունից կարևոր է, բայց առաջին հերթին կարևոր է մեր հաստատություն, թե ոչ թե մեզ է միայն պետք։ Տեսեք, մի բան է, որ դու քաղաքական գործունեությամբ ես զբաղվում, դու այդտեղ կարող ես տարբեր դիրքորոշումներ ձևավորել եւ այլն, բայց եթե դու ստանձնում ես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը, դու հասկանում ես, որ դու առանձնահատուկ առաքելություն ես ստանձնել եւ օրինակ այս տեսանկյունից մենք լավ դիրքավորված չէինք, դա փաստ է, այստեղ նույնիսկ քննարկելու բան չկա, հա, բոլոր ասպեկտները, եթե նայենք, լինի դա գենդերային հավասարություն, կանանց իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, երեխաների իրավունքներ եւ այլն, այսինքն մեր դիրքավորումը այնքան էլ լավը չէր։ Հիմա մենք դիրքավորված ենք որպես շատ մեծ առաջընթաց ունեցած հաստատություն։ Նույնը, եթե տարբեր այլ ոլորտներ դիտարկենք, նույն խաղաղության գործընթացներում մեր հաստատության գործունեության փոփոխությունը ինքը լուրջ նաև այսպես մոնիթորինգի առարկա է, հա, դարձել, որովհետև նաև երբ որ գնահատում էինք անցնում, հատուկ մեզ այդ թվում ուղղված հարցերից մեկը նրան էր ուղղված, թե ինչպես եք փոխել այս ոլորտում հաստատության գործունեությունը։ Հիմա, եթե պրոֆեսիոնալ տեսանկյունից նայենք, էթիկական տեսանկյունից նայենք, ահռելի է եղել իրականում տարբեր ոլորտային փոփոխությունները եւ իհարկե այս տեսանկյունից ես այդ թվում ստանալով նաեւ տարբեր այն վերլուծությունները, որոնց վերաբերյալ խոսեցի, ես իհարկե նաեւ ասել եմ, որ մենք պետք է այդ թվում հանրային դաշտում ճիշտ քաղաքականություն որդեգրենք այդ ամենը ճիշտ ձևով ներկայացնելու համար, բայց դրա հետ մեկտեղ մենք չպետք է մոռանանք այն դերակատարներին, որոնք ունեն մի բանի պարտավորություն, բայց անում են արարքներ, որոնք լրիվ այլ բանի են տանում, ու նորից եմ կրկնում մեծ համակարգային ծավալի դեպքում ես նաև ենթադրում եմ, որ դա կարող է իր մեջ պարունակել նաև քրեական օրենսդրությամբ արգելված արարքների տարրեր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլային տաղավարում ես զրուցեցի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։